Մայրիկ, գնացեք։ Հաջողություն ձեզ, եթե չանկանում եք ձեզ կարանք տանք մուկ տշեք։ 8 հատ բանան եմ, ապարտանում եմ։ Այո, ապրեք, ապրեք։ Տեսեք, մեր մուկ տշելու խանգարում են, միշտեր մյուս քաղաքական ուժերի մուկ տշելու ոչ մեկ չէր խանգարում։ Ես մարդու վերաբերմունքը, շնորհակալությունը, իրան ինչի տեղա դնում, բազմազավակ մայրիկ եմ, եկել եմ հասել ստեղ ինչեր եմ տեսնում։ Ես ես մարդից ամեն ինչով գոհ եմ, հողամ հատկացրել է, աշնորհակալությունը մեր գյուղում վերացել է։ Մկանից եք Փաշինյանից գոհ եմ։ Այդ մարդը հողուց եկո, հա, շատ։ Ինչ արեց ձեր համար օրինակ ինչ արեց ձեր համար։ Խեղճ Նիկոլը ձեզ համար ինչ արեց, ինչ լավ բան արեց։ Շատ բան։ Ես 8 հատ անճապահ երեխա ունեմ, բնակվում եմ Բագրատաշեն գյուղում, 8 հատ անճապահ երեխա ունեմ։ Ինձ Նիկոլ Փաշինյանը 8 երեխայիս մորը հատկացել է 3 հեկտար հողամաս։ Բագրատաշենում։ Այո։ Ինչով դժգոհել եմ այդ մարդուց։ Ուղղակի մարդիկ էլ կան դժգոհ, որ իրենց հողերը ինչ կա չկա, տուն տեսա, հանձնել է Նիկոլ Փաշինյանը։ Ճանաչումը ծանոթում տվել ու մարդիկ կան։ Ես եկել եմ Սերժից կնգանը խնդրել եմ ինձ Սերժից։ Ինձ մերժել է։ Ձեզ երբ անգամ Փաշինյանին դիմում ենք ուղարկել։ Արայք Պարանյանին կարգադրել է համայնքապետին, քաղաքապետին։ Ու ինձ մատակարարել։ ներողություն դուք գիտեք Բագրատաշենից։ Բագրատաշենից է հատկացվել հողը։ Արդեն 7-8 տարի է։ Դուք եք Ես եմ մկանդեմ Ադրբեջանի։ Այսա։ Դուք գիտեք ինչքան հող է հանձնել Ադրբեջանի, ձեզ դա չի անհանգստացնում։ Գիտեք ինչքան եղա զոհվել, եթե չհանձներ, այդ երեխեքը ավելի շատ կկտորվեին։ Դուք դեռ սահմանի գլխին կանգնել չեք, որ զենքի գլխին ճակատին զենք լսեք, թուրքի սպառնալի կլսես, դեպետով անց կենա թուրքը ոզ մտի կուտուն կուտան մեջի կուրեխուն վնասել։ Հիմա վատ լավ է։ օրոք այդ ամեն ինչ տեսանք։ Ես տեսել եմ Փաշինյանի օրոքը։ Կարող է հա զինվորներ են կտորվել են, շատ մեծ ցավակցում եմ։ Ես 5 տղա ունեմ, 3 աղջիկ։ Իմ 5 տղեն բանակում ծառայել, իմ տղեն այս տարի բանակ պիտի գնա։ Նոյեմբերի 24-ին։ Շատ է, բայց շիվախոս են ասել հող է անցնել, հազարավոր երեխաներ են զոհվել, Հայաստանից տարածքներ սա ձեզ համար բան չի նշանակում։ Նշանակում է, ես ցավակցում եմ այն զոհվածների մայրերին, բայց կարիք չկա այսքան ծաղրել։ Ամոթ հա։